Նախ մեր դիրքորոշման մեջ մենք գրել ենք, որ Փաշինյանը պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն եւ նույնիսկ կօգնի իրան, Փաշինյանը աչքից լույսը չի, բայց ձեռք կբերի ինչ որ քաղաքական կրեդիտներ, պետք է այս տղաներին ոչ թե պատժեն, այլ մատաղանի, քանի որ դրա տեղը կարող լիներ մեկ այլ մարդ, երկիր, որ տեսել է հոկտեմբերի 27, մեզ ասենք մի հատ նոր նայրի Հունանյան պետք չէր, կամ եթե հանգարտ ինչ-որ մի վատ բան լիներ, ինչքան էլ Փաշինյանը իմ աչքի լույսը չի, բայց ես մեռած վարչապետ չեմ ուզում տեսնել, բայց այդ անողը կլներ մի նոր Թեհլերյան, հիմա ում վրա պետքա, ում հանդեպ պետքա վարույթը սկսվի, պետքա սկսի վարույթը Թիկնազորի հանդեպ, այդ Personal Security Officer, ամբողջ Թիկնազորի, ՊՊՑ-ի և անպայման այդ նույնիսկ պետքա սկսվի ծառայողական վարույթ և քրեական վարույթ, ասենք լավ, այս մարդը խելքը գցել է, այս մարդը ասենք ռուսերեն կատուշկեքից ընկել է, հա? Չէ, ես կասեի ինք ամեն ինչը դիտավորյալ է։ Ասենք տենց է, հիմա, ուզում եմ մի տեղ գնա, բայց Թիկնազորը, ասենք, եթե իրանք ասում են նախորոք պլանավորված ակցիա է, ուրեմն նախորոք հայտարարել են կամ ինֆորմացիայի բան ունեն, արտահոսք ունեն, եթե չեն հայտարարել, որ Փաշինյանը պետք է ներկայանար այսինչ եկեղեցին։ Եթե արտահոսք ունեն վատ, եթե հայտարարել են, ուրեմն աշխատել չգիտեն, այսինքն ինչ են անում։ Այդ advanced թիմը, նախնական թիմը գնում է, տուրնիկետներ է դնում, հաշվում է նահանջ, դրամայի դեպքում ուր պետք է գնան, ինչ պետք է անեն, նոր այդ մարդուն տանում են ընդեղ, այսինքն մտցնել այդ մարդկանց այտենց ամբոխի մեջ, և էլի եմ ասում, պետք է մատաղանի, որ ձեռով են խփում, չի էլ կպնում, ասենք չի էլ հասնում, ու հետո ժողովրդին բրդել, աղոթող ժողովրդին բրդել, ճանապարհ բացելու իբր որ դուրս գա, ուր են ձեր տուրնիկետները, տուրնիկետ չունեք շղթաներ, կամ են կարմիր լենտերով, մի հատ ձև սարքեիք, որ մարդը մտներ դուրս գար, հա? Ասենք, մենք հայտնի մարդկանց հոգեհանգիստներին գնում ենք, երբ որ պաշտոնյա է գալի Հայաստանում, նույնիսկ եկեղեցում սարքած է այդ մտնել, ցավակցել դուրս գալը, երբ որ պաշտոնյա մարդիկ են գալիս։ Հիմա այս մարդիկ սարքել էին քաոս։ Ինչ է ցույց տալիս, որ նույնիսկ այդ անձնական ապահովությունը այս երկրում չկա։